Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եկեղեցու պաշտպանության հարցում էլ շատ մեծ հասարակական կոնսենսուս չկա։ Այսինքն չկա Նիկոլ Փաշինյանին աջակցություն, բայց նրա ապօրինի քայլերին մեծ դիմադրություն էլ չկա։ Այ հիմա շատ են կուսակրոնության ուխտի մասին չէ խոսում։ Իսկ մենք ինչ գիտենք այդ մասին, եկեղեցու ներսում, մարմիններում ինչ քննարկումներ ա եղել, եթե մարդիկ ինչ-որ սխալներ են արել, ինչ խոստովանություն են արել ու դրան եկեղեցու հետ համապատասխան ինստիտուտները դրա հետ կապված ինչ որոշումներ ունեն, չգիտենք, չէ։ Ընտրությունն էլ չի, 2026-ի հունիսի 7-ին հարակվեյա տեղի ունենալու։ Քվեաթերթիկի վրա գրված է Հայաստանի Հանրապետություն եւ Արևմտյան Ադրբեջան։ Քեզ ով է իրավունք տվել պետական խոսքի արժանավատության մակարդակ այդքան իջացնել, փալաս սարքել։ Դու վարչապետ ես, թե դեղին մամուլի խմբագիր։ Բարի երեկո, մեծաբի եթերում մեծ արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ, բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սուրենյանց, մենք տեսնում ենք, հա, Նիկոլի այս խաղերը եկեղեցու դեմ եւ ոչ միայն խաղեր են, այլևս այլ կոնկրետ արշավ եկեղեցու դեմ։ Հիմա այս մարդը ինչ է հայտարարում, հա, թեև իրեն մեկնաբանել է եւ քննարկել է այլևս աղերս չունի այն քաղաքագիտական վերլուծությունների հետ, որը մենք հիմա կփորձենք անել, բայց այնուամենայնիվ, այս մարդը ինչ է հայտարարում։ Հայտարարում է, որ կառավարությունը որպես այդպեսին, պետությունը որպես այդպեսին չի մասնակցում եկեղեցու ներքին գործերին, բայց ինչ է անում ինքը։ Հայտարարում է, որ կառավարությունը աջակցում է այն հոգևորականներին, ովքեր կմիանան այս 10 տիրադավերին։ Այսինքն մեկը մյուսին հակասող հայտարարություններ է անում։ Տեսեք, ռացիոնալության դաշտում Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ մեկնաբանել 2018-ից սկսած։ Ուղղակի 2018-ին ինքը հասարակական շատ մեծ աջակցություն ուներ եւ ռացիոնալության կամ ռացիոնալ դիրքերից քննադատության ձայները լրացվում էին շատ հեշտ։ Իր վարկանիշի անկմանը զուգահեռ ռացիոնալության ձայները արդեն ավելի բարձր են հնչում, մեր տիպի մարդկանց ձայները, բայց իսկապես ռացիոնալ քաղաքականության տեսանկյունից շատ դժվար է գնահատել այն, ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց մյուս կողմից պիտի խոստովանենք նաև, որտեղ եթե այդպիսի խոստովանություն չանենք, մեզ շատ ծանր վիճակի մեջ կդնենք, որ Նիկոլ Փաշինյանը շատ կոնկրետ ծրագիր է իրականացնում, ընդ որում խորապես համոզված եմ, որ այդ ծրագիրը ունի զարգացումների մի քանի սցենարներ, A պլան, B պլան, գուցե երրորդ պլան գոյություն ունի նույնիսկ։ Ինչով է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական կամպանիան նոր տարուց հետո տարբերվում մինչև նոր տարի եղած իրավիճակի հետ։ Բովանդակային առումով ոչինչ չի փոխվել։ Էլի նույն մեղադրանքները մտածածին, էլի նույն անպարկեշտությունը, էլի եկեղեցու պատմական եւ ազգային առաքելության անտեսումը եւ այլն եւ այլն։ Բայց Նիկոլ Փաշինյանը ինստիտուցիոնալ բաղադրիչ է ավելացրել իր հակաեկեղեցական կամպանիայում։ Այսինքն համակարգ է ստեղծել, որով պիտի այդ կամպանիան իրականացնի։ Հետևաբար նա ստում է, որ իշխանությունը մասնակից չի, այդ դեպքում ինչպես ինքը կմեկնաբանի համակարգող խորհրդի գոյությունը, որտեղ առաջի ստորագրությունը դրված է Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հետո հերթականությամբ գացել մյուսները։ Այստեղ էականը Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայությունը առաջին հորիզոնականում, ընդ որում հենց այդ կարգավիճակով։ Սա կոնկրետ համանadrական խախտում է։ Սա, տեսեք, սա ըստ վարչապետին կից մարմին է, այդ համակարգող խորհուրդը, որտեղ ներգրաված են այլ մարդիկ, կոնկրետ դեպքում է 10, հիմա կարծեմ 11 տիրադավները, սա իր ձևով, ֆունկցիոնալությամբ կրկնում եմ վարչապետին կից մարմին է, բայց եթե 10-11 հոգանոց ցուցակը նայում ենք ներառյալ Փաշինյանին, իրենցից ոչ մեկ սահմանադրությամբ օժտված չեն եկեղեցու բարենորոգում իրականացնելու առաքելությամբ։ Երբ որ պետության առաջի դեմքի մակարդակով ստեղծվում է մի մարմին, որը սահմանադրական լիազորություն չունի, ֆորմալիստական տեսակետից դա այլ կերպ քան կազմակերպված հանցավոր խումբ դժվար է կոչել։
Սահմանադրության իմպերատիվի տեսակետից։ Եվ առ ոչինչ է ամեն դեպքում։ Ավելի վատ, ասում եմ, կազմակերպված հանցավոր խումբ է, որը վայելում է գործադիր եւ ընդհանրապես իշխանության մյուս ճյուղերի համապարփակ աջակցությունը։ Եվ եթե ինքը որպես իշխանություն ներգրավված չի, այդ ինչպես է պատահում, որ իրենց ուղեկցում են այդ իրենց ասպատակությունների ժամանակ բոլոր պետական ծառայողները, ուժային համապատասխան ստրուկտուրաների ներկայացուցիչները եւ նույն շրջիկ թափառախումբն է կամ աղանդախումբը տարբեր եկեղեցիների բակերում։ Եթե չմոռանանք եկեղեցու միջև մուտք գործել է Նիկոլ Փաշինյանը, ԱԾ-ն ինչ է անում, շմոն է միանում։ ԱԾ-ն մենակ եկեղեցիների շմոն չի անում, ԱԾ-ն զբաղված է նաեւ քահանաների որսով եւ այլ ուժային ստրուկտուրաները, միայն ԱԾ-ն չէ։ Քահանա են փնտրում, ստեղ էլ իմաստ կա։ Չկարծեք իրանց քահանա որպես ֆիզիկական անձ է հետաքրքրում։ Ի վերջո տիրադավները 10-ն են, 30-ն են, 40-ն են, 5-ն են, 50-ն են, դրանից շատ մեծ բան չի փոխվում։ Ինքը լուծում է կոնկրետ եկեղեցիների օկուպացիայի խնդիր։ Մի քահանայով վերցնում է մի եկեղեցի։ Այսինքն, էական էլ չէ նույն եկեղեցում ծառայող այն մյուս կանոնիկ իրավունքին հավատարիմ քահանան ինչ կեսվածք ունենա, որտեղ ոստիկանությունով, ԱԱԾ-ով, բանով արգելափակում են մայրաթորին հավատարիմ մնացած քահանայի մուտքը եկեղեցի, որտեղ որպես կանոն եկեղեցիներում 1-2 քահանա են, չէ՞, ծառայություն իրականացնում, մեկը չի լինում։ Եվ այդպես կանոնիկ իրավունքին հավատարիմ կամ մայրաթորին հավատարիմ մնացած քահանան ըստ էության եկեղեցից դուրս է դրվում։ Կա 3 հնարավոր սցենար։ Առաջինը դա այն է, որ Նիկոլ Փաշինյանը գնա կաթողիկոսին հրաժարական հարկադրելու ճանապարհով կամ ֆիզիկապես մայրաթորից հեռացնելու ճանապարհով վեհարանից, բայց Նիկոլ Փաշինյանը թերևս հասկացել է, որ բայց փորձ արվեց այդ առումով։ Արվեց, բայց հասկացել է, որ հանրային աջակցության պակաս ունի, իսկ չունի ընդհանրապես հանրային աջակցություն եւ այդ անելը կարող է բերել մեծ ցնցումների։ Ընդ որում ցնցումների, որոնց ձայնը կարող է դրսում էլ լսվի։ Իրան ավելի շատ է տան հանգստացնում։ Դե վարչական ռեսուրսով, բոլոր պարտադրված այդ իրենց կոմունալ։ Չէ, վերջո ձերբակալության կարող էին գնալ։ Էդ էլ ասեմ։ Այդ որ գնար կգնար էլի պարզապես։ Չէ, հաշվեց, որ այդ ռիսկային ճանապարհը ըստ երևույթին ինքն ընտրել է երկրորդ ճանապարհը։ Եվ կարծում եմ առաջիկա շաբաթներին այդ երկրորդ ճանապարհի կապիտալիզացիան կտեսնենք։ Որովհետև երկրորդ ճանապարհը շատ ավելի վատ ու վտանգավոր ճանապարհ է, քան առաջինը։ Երկրորդ ճանապարհը X թվով տիրադավների միջոցով դրանք կլինեն եպիսկոպոս, arczepiskopos, թե սովորական վանական կամ քահանա, զուգահեռ եկեղեցի ստեղծելն է։ Ասենք ինքը Փետրվարին դիցուկ կարող է հայտարարել, որ ստեղծվում է Հայաստանի առաքելական եկեղեցի։ Եկեղեցու մեջ նոր եկեղեցի։ Այո, չէ, զուգահեռ եկեղեցի, այդ փորձը կա, չէ, Ուկրաինան, Մոլդովան այդ ճանապարհով անցել են։ Դա ինստիտուցիոնալ պառակտման կբերի եկեղեցու, դա շատ ծանր հետևանքներ է ունենալու մեր ժողովրդի հոգեբանության վրա, մեր պատմության վրա, մեր արժեհամակարգի վրա, մեր մենթալ վարքագծի վրա, ասում եմ դա շատ ծանր նստվածք է ունենալու, այնպիսի նստվածք, որի հետևանքները դժվար հաղթահարել են լինելու անգամ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա մի օր։ Սա երկրորդ ճանապարհն է, եւ այս երկու սցենարի կողքին կա մեկ այլ ճշմարտություն էլ, որը հաճախ իշխանության բանի ընդդիմության կողմից անտեսվում է։ Հակաեկեղեցական կամպանիան Նիկոլ Փաշինյանի համար գործիք է ոչ միայն այդ գործընթացի նպատակին հասնելու համար, օրինակ զուգահեռ եկեղեցու ստեղծում կամ կաթողիկոսի հեռացում, այլ այդ գործիքով ինքը սպասարկում է նաև ընտրական գործընթացը։ Այսինքն ավելի պարզ ձեզ ասեմ, հակաեկեղեցական կամպանիայով նա փորձում է ստանալ ապատիկ հասարակություն, հույս, հավատ չունեցող, հիասթափված, աշխարհից խռոված մի հատ հասարակության մոդել է ուզում ստանա, որովհետև միայն ապատիկ հասարակությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է վերարտադրվել առաջիկա 26-ի ընտրություններում։
Այսինքն գլխավորապես հակաեկեղեցական կամպանիան ծառայեցնում է այդ նպատակին։ Դրա համար այնք արդեն աշխարհիկ պետության հերն էլ անիծել, եկեղեցու ինքնավարության հերն էլ անիծել, հասարակական համերաշխության գաղափարի հերն էլ անիծել, որտեվ գերխնդիրը իր վերարտադրությունն է։ Բայց պարոն Սուրենյանց, ներողություն, որ ընդհատում եմ, այս եկեղեցու դեմ արշավը ինքը սխալ հաշվարկներ է գուցե արել, որովհետև մենք տեսանք սկզբից մի քիչ թափը մարդկային առումով քանակով, այդ պարտադրված քանակը, որ բերում էր, հա, լցնում էր եկեղեցու ներս եւ դուրս, այս գնալով մարվեց։ Ինչքան էլ վարչական ռեսուրս, ինչքան էլ ուժայինները քաղաքացիական հակուսներով այնտեղ մարդաքանակ են ապահովում, բայց տեսանք այս վերջի դեպքի օրը, հա, Մասիսում տեսանք, որ 50 հոգի մարդ հազիվ էր հավաքվել։ Գիտեք, իմ քաղաքական կենսագրությունը ես թրծվել եւ որպես գործիչ կարծել եմ ռեալիստական դպրոցում։ Այդ դպրոցի հայաստանյան հիմնադիրը կամ Հայաստանում էր դպրոցի հիմնադիրը, առաջին նախագահ սովորեցնում էր երբեք չթերագնահատել հակառակորդին։ Դա ճշմարտություն է նաև ներքաղաքական պայքարում կամ գուցե հենց ներքաղաքական պայքարում հատկապես ճշմարտություն է, որտեվ ես խորապես համոզված եմ, որ թվերով կամ արտաքին էֆեկտներով պիտի չչափել Նիկոլ Փաշինյանի արածը։ Ի վերջո, արդյունքով է պետք չափել գործողությունները։ Իրավ դուք ճիշտ եք, որ նա չունի հասարակական աջակցություն իր հակաեկեղեցական կամպանիայում։ Ինչ էլ որ ուներ հիասթափվեցին այս եկեղեցու թեմաները։ Դա նույնիսկ սոցիոլոգիական հարցում պետք չի անցկացնել։ Բայց կա մեկ այլ ճշմարտություն, որը շատ ընդդիմադիրներ ձեր տաղավարում, որի մասին շատ ընդդիմադիրներ ձեր տաղավարում կլռեն, ես գերադասում եմ չլռել այդ ճշմարտության մասին։ Ապա դա այն է, որ եկեղեցու պաշտպանության հարցում էլ շատ մեծ հասարակական կոնսենսուս չկա։ Այսինքն չկա Նիկոլ Փաշինյանին աջակցություն, բայց նրա ապօրինի քայլերին մեծ դիմադրություն էլ չկա։ Իսկ երբ որ դա հենց ապատիկ հասարակության առաջին նշաններն են։ Իսկ այդ պարագայում, երբ որ ինքը կողմնակից չունի այդ ուղղությամբ չի էլ կարող աշխատել, բայց մի մեծ ալիք էլ իր դեմ չկա գոյացած, այդ պարագայում իշտավորոշիչ, այո, ուժային լծակները, կոմպրոմատները, գայթակղելու այդ տարբեր որոգայթներ եւ այլն եւ այլն։ Բայց մարդ տաճարի դեմ, որ դուրս եկան Տիրադավերի այդ հայտարարությունը եւ փորձում էին տաճարի դուռը կոտրել եւ մտնել ներս, այդ օրը ինչ որ հավաքվեց մարդիկ։ Համաձայն եմ ձեր հետ, բայց մեդալ ունի երկու կողմ։ Ճգնաժամային բայց մեդալ ունի երկու կողմ։ Վստահ եղեք, որ Նիկոլ Փաշինյանն էլ այդ նույն երևույթին այլ դիտանկյունից է նայում, ասում է ես կռիվը կարողացա տանեմ, հասցնեմ Մայրաթորի բակ։ Ամեն դեպքում կայացավ։ Իհարկե, տեսեք, այնուամենայնիվ իրան հաջողվել է եկեղեցին պառակտել։ Եթե մենք այս փաստը չընդունենք, այն որ հոգևորականներին հանելա հոգևորականների դեմ, այո, եթե մենք այս իրողությունը չընդունենք, այո, դրանք տիրադավ են։ Եվ 100 տարի էլ մնա, իմ կարծիքը չի փոխվի։ Այո։ Իդեպ, դրանցից 1, 2-ի 3-ի մասին ես շատ վաղուց այս նույն կարծիքը ունեի։ Ուղղակի քրիստոնեական նազանդությունից ելնելով չէի բարձրաձայնում, քան իրանց տիրադավության փաստը տեղի չէր ունեցել։ Այսինքն ես միշտ կաշկանդված եմ եղել հոգևորականի մասին խիստ արտահայտվելու, եթե ինքը կարգալույս չի։ Զգուշացել ենք, հարգել ենք եկեղեցու ինստիտուտը եւ այլն եւ այլն։ Ու ճիշտ ու կերպ այնպես չի, որ ես դուք կամ մեր հավատացյալ հասարակության այլ զավակներ խիստ խանդավառված ենք գործող կաթողիկոսի անձով, բայց մենք գործող կաթողիկոսի պաշտպանության դիրքերում ենք, որտեղ մեր հայ-առաքելական եկեղեցու ինստիտուտն ենք պաշտպանում։ Այո։ Եվ եկեղեցու ներսում կարան լինեն խնդիրներ, որ Ուրեմն ես ձեզ ասեմ, ես ամեն օր զբաղված եմ արևմտյան մամուլի մոնիտորինգով։ Ամեն առավոտ իմ օրը սկսվում է մի քանի ժամ առաջատար ԶԼՄ-ներ ընթերցելով։ Ամեն օր, հայ, չեմ սխալվում։ Օր չկա մի խոսքով, որի մաշկից վրիպեն Վատիկանի այս կամ այն սկանդալի մասին հրապարակումները։ Ընդ որում այն կարգի սկանդալների մասին է խոսքը,
որ մեր եկեղեցին այդ ամեն ինչի համեմատությամբ մաքրության տաճար կարող է ընկալվել, պեդոֆիլիայի մասին կա, սրբապղծության ինչքան դրսևորում դու գիտեք այդ, հա, այսինքն չկա որևէ հանրային օրգանիզմ, այդ թվում եկեղեցիները, որոնք այն արատներով, որ հասարակությունը վարակված է, իրանց ներսում այդ արատները չունի, բացառված է։ Բայց որևէ մեկի մտքով չի անցնում Վատիկանում այդ խնդիրները լուծել աշխարհիկ իշխանության գռեհիկ ուժը օգտագործելով, հա։ Հիմա մեր եկեղեցին Վատիկանից անհամեմատ փոքր է, բայց մեր եկեղեցին էլ իր մասշտաբով ունի ներսում բազմաթիվ խնդիրներ։ Ընդ որում ստանդարտ իրավիճակում դուք էլ ես էլ գուցե այդ մասին խոսել ենք այդ մասին, բայց խնդրեմ եկեղեցու բարենորոգման մասին խոսենք, բայց մի շատ կարևոր բան չանտեսենք։ Սա իրավունքի խնդիր է առաջին հերթին։ Արթուր Հայրապետյանը, Սուրեն Սուրենյանցը, Նիկոլ Փաշինյանը կամ որևէ գործիչի անուն տվեք, ով են, որ քրտները խոթեն եկեղեցու բարեփոխումների օրակարգի մեջ։ Դա եկեղեցու կանոնիկ մարմինների գործն է։ Իրանց առաքելությունն է։ Ու այ հիմա շատ են այդ կուսակրոնության ուխտի մասին չէ խոսում։ Իսկ մենք ինչ գիտենք այդ մասին, եկեղեցու ներսում, մարմիններում ինչ քննարկումներ ա եղել, եթե մարդիկ ինչ-որ սխալներ են արել, ինչ խոստովանություն են արել, ու դրան եկեղեցու հետ համապատասխան ինստիտուտները դրա հետ կապված ինչ որոշումներ ունեն, չգիտենք, չէ։ Ու պետք էլ չի, որ մենք իմանանք կամ այդ հարցերը քննարկենք։ Կամ պարոն Սուրենյանց, ասենք ինքը կոնկրետ մի բարձրաստիճան հոգևորականի է վերցրել իր թևի տակ, նույնը Կճոյանի մասին է, հա, խոսքը, որը տարիներ շարունակ մենք գիտենք այդ օֆշորային թեմաները։ Կճոյանը այնքան տաղանդավոր է կներեք ճակերտների մեջ, որ իրանց լեզվով ասեմ, հա, հին կոռումպացված իշխանությանն է նույնիսկ հասցրել վարկաբեկել։ Կճոյանն է վարկաբեկել, ոչ թե։ Եվ հիմա այս Կճոյանի անձով պայմանավորված որոշումը եկեղեցի։ Գիտեք, Կճոյանն է, այն Արման Կոչեցյանն է, Գևորգ Սրբազան, հա, կարծեմ։ Դա արդեն ինքը Սրբազան չի։ Չէ, Սրբազան է, Պաշտոնյա չի։ Հա, թեմի առաջնորդ չի։ Հա։ Տեսեք, ինձ համար իհարկե Կճոյանը դարձել էր եկեղեցու աղտոտվածության խորհրդանիշ։ Ու հիմա չէ, տարիներ շարունակ։ Այո, Նիկոլը դրա մասին ճամարտակել է։ Իհարկե, ամենա խտացված մեղադրանքը Կճոյանի հասի Բենթլի սամը հենց Նիկոլի թևավոր դարձած արտահայտությունն է։ Եթե եկեղեցի էր կողքը Բենթլի սամը։ Այո, հիմա իմ համար կոնկրետ, բայց նույնիսկ Կճոյանը չի դրանց հավաքական կերպարը, որտեվ Կճոյանը միշտ այդ կերպարի մեջ ա եղել։ Կճոյանը օլիգարխ ա եղել թե հների օրոք, թե հիմա Աստվածտա բանը շատ շուտ իր ծառայությունը հոգևոր ավարտվի, ել չհասցնի եկեղեցին աղտոտել։ Իմ համար հավաքական կերպար են այդ Գևորգ Սրբազանն ու Վազգեն Սրբազանը, այդ տիրադավների, թող բոլորը ինձ ներեն, բայց այդ մարդկանց հարցազրույցը երբ որ ես դիտում եմ, մոտ մի բառը, մի հատ ասոցիացիա է առաջացնում, զզվանք։ Այլ կերպ ես այդ մարդկանց հրապարակային դրսևորումներին չեմ կարող անդրադառնալ։ Դե պարզ է ինքը բարենորոգման խնդիր չունի, ինքը պարակտելու խնդիր ունի Փաշինյանը։ Կոնկրետ, այո։ Այս մարդիկ էլ բայրակթարներն են իրա, որոնք արձակում է եկեղեցու վրա, ասենք ոնց կարա իմիջիալոց այս տիրադավների մասին համ կուսակրոնության ուխտի խախտման մեղադրանքներ կա, համ ժուժկալության ուխտի խախտման, ինչ ուզեք, էլի սրանք այնքան բաների մեջ են թաթախված ու ստեղ անհեթեթել է հիշենք Նիկոլի ինչից սկսեց այս պայքարը, քանի կար կուսակրոնության ուխտներ, բայց քանի որ իրա մոտ իր առանձնատանը կամ կեցավայրում պետական եւ իր նստավայրում հայտնվեցին ճակերտների մեջ ավելի ворց եպիսկոպոսներ, որոնց մասին հաստատված փաստով կա, չէ՞ որ նրանք խախտել են կուսակրոնության ուխտը,
Դե մեկը Քարամյանի հետ Դե հա, Աշկարա։ Քարամյանին ինքը շնորհակալ է, որտեղ իր կադրային բանկը հարստացրել է կառավարության երևի։ Հա, ինքը սկսեց միանգամից մեղադրանքը փոխել։ Հիմա արդեն պարզվեց, որ եկեղեցու հոգևորականության մեծ մասը օտարերկրյա գործակալներ են։ Գիտեք աբսուրդը որտեղ է։ Չկա քրեական գործ լրտեսության մեղադրանքով։ Չի նշվում երկրի անուն, որոնց այս մարդիկ ծառայում են։ Դրանք սովետական միությունն է նշում, որը գոյություն չունի։ Գոյություն չունեցող երկրի դեմ է Նիկոլ Փաշինյանը պաշտպանում, պայքարում։ Չկա ապացույց, չկա փաստ։ Բայց մի ամբողջ ինստիտուտի մեղադրում են երկրի դեմ հիբրիդային պատերազմի գործիք լինելու մեջ։ Դուք նման անհեթեթության երևի որևէ երկրում չեք հանդիպել։ Եթե չկա լրտեսության գործ, հա քեզ ով է իրավունք տվել պետական խոսքի արժանավատության մակարդակ այդքան իջացնել, փալաս սարքել։ Դու վարչապետ ես, թե դեղին մամուլի խմբագիր։ Դե ոնց որ եղել է միշտ էլ կա։ Եվ հիմա պիտի անդրադառնանք նաև 2026-ի խորհրդարանական ընտրություններին, դեռ ամիսներ կան, ժամանակ կա, բայց այս եկեղեցու թեման ինքը տանելու է հասնի մինչև ընտրություններ, որտեղ այդ խաղաղություն, բան հասկացավ, որ չի աշխատելու։ Վեվերացված համակարգ ստեղծելու ամենահարմար թեման է, իսկ ինքը առանց վեվերացված համակարգի շանս չունի։ Տեսեք, այն ներկա նախկինն էլ չի աշխատում։ Նույնիսկ Ռուսաստանի թեման է մի քիչ հնացած։ Դե հիմա նորից Սալավյովի հայտարարությունից հետո թարմացվեց։ Պրյանիկ էր։ Իդեպ խիստ դատապարտում եմ Սալավյովի արտահայտությունը, բայց խիստ դատապարտում եմ նաև իշխանության երկակի ստանդարտը։ Սալավյովի դեմ հերոսաբար էս 2 օր մարտեր են վարում նես մարդիկ, իշխանության ներկայացուցիչներ, որոնց համար Էրդողանի կամ Ալիևի թուքը անձրև է։ Այդ մարդիկ հանկարծ հիշել են ինքնիշխանության մասին։ Ես սկզբունքորեն Բաքվից, Մոսկվայից, Բրյուսելից, թե Վաշինգտոնից իմ համար կապ չունի, ով է ոտնձգում իմ երկրի ինքնիշխանության դեմ։ Այո։ Ես բոլոր դեպքերում դատապարտելու եմ։ Ես էլ ասում եմ, ռուսական ինչ-որ շրջանակներ ձեզ պրյանիկ նվեր տվեցին, ու հերիք է ընդդիմության այս կամ այս սեգմենտի Ռուսաստանի հետ կապեք։ Երեք չեմ հիշում ով էր գրել։ Կանչել են դեսպանին նոտա են տվել, աչոք են հավաքել, բայց ճիշտ կլներ հանուն արդարության մի հատ էլ թաքուն WhatsApp-ով շնորհակալություն հայտնեի Սալավյովին, իրանց համար նվեր պատրաստելու։ Ասպաբերանները լեզու ա դրել, հիմա սկսել են լկլկալ։ Հիմա տեսեք, ամեն դեպքում էս հակադրության մոդելը, այո, եկեղեցի իշխանությունը ինքը պահելու է, բայց պապի, պապ թագավորի, տրթատի բանի մասին հեքիաթները դրա մասին է, էլի, որ հասանք նրան, որ մեր եկեղեցու առաքելա հաստատ բնույթ ինքը կասկածի տակ դրեց։ Մեր եկեղեցին առաքյալներն են ստեղծել, Տրթատն ու Գրիգոր Լուսավորիչը չեն ստեղծել։ Հասկանում եք, բանը ուր հասցրեց։ Իհարկե շատ նուրբ պատմագիտական թեմաներ են սրանք։ Ես հասարակության մեծամասնությանը չեմ էլ մեղադրում, որ այս փաստերը կարող են չիմանալ, ի վերջո սա մասնագիտական տիրույթ է։ Բայց սա հետո մեր հակառակորդները օգտագործելու են մեր եկեղեցու, մեր ինքնության, մեր պետության, մեր պատմության դեմ։ Դե դրա համար էլ ուզում այս տիրադավերի թիվը դառնա 12, հենց առաքյալների հետ կապված։ Ինքն էլ Հիսուս Քրիստոսը, չէ՞։ Դե ինքը ինքնան վաղուց է Հիսուս Քրիստոսը հռչակել։ Եթե մեկը մի հատ պաշտոնյա ասում է, առ ոչինչ է վեհապարի էս ինչ որոշումը, կարևոր չի ինչ որոշում ընդ որում։ Առնվազն ինքը Հիսուս Աստծո եւ եկեղեցու միջև միջնորդի դեր է կատարում։ Իդեպ ես չեմ զարմանա։ Մեկը արդեն ինքը 1000 ներողություն ոտքերը լվացել է աշխարհիկ պետության վրա։ Ես չեմ զարմանա, որ ինքը իրեն նաև հոգևոր կառույցի ղեկավար արճակի։ Կստացվի, որ դեպի արևմուտք ենք գնում, բայց հայտնվեցինք դեպի հարավ։ Հայտնի անեկդոտ կա, Հա, հայտնի անեկդոտ կա, դժբախտաբար էսա վիճակը։ Ինքը փորձելու է այս եկեղեցու դեմ կամպանիայով ապատիկ հասարակություն ստանալ։ Ընդդիմության խնդիրն էլ պիտի լինի ակտիվ հասարակություն։ Ուր է այդ ընդդիմությունը։ Դե այդ ընդդիմությունն էլ շատ անարդյունավետ է գործում։ Սա ընդունեք ինքնակնահատություն, հա, նես չնի, որ ես եկել եմ
բանը քաղաքական կաշկանդումներից ինձ ազատել է, Ընդդիմությունից ձեզ գործընկերներին եմ հա թիրախավորում, որովհետև ես էլ եմ շատ վատ աշխատում, եկես առումով Նիկոլ Փաշինյանը 5 է ստանում անդադ։ Համենայն դեպս իր կեղտոտ հակազգային հակապետական օրակարգի հետևողականության մեջ 5 է ձգում։ Իսկ մենք երկուսի էլ չենք ձգում, որովհետև մենք շատ համենայն դեպս այսօր հունվարի 13-ն է, մենք զրուցում ենք, այս պահին հլա հասարակության մոտ հավատ չի ձևավորվել, որ ընտրություններով հնարավոր է իշխանափոխություն։ Ցուցիչը դա է, մնացածը հեքիաթներ։ Հիմա ես էլ որին գրաֆիկը ներկայացնեմ, գործնական գրաֆիկ օրվա, կհամոզեք, որ առավոտյան 9-ից ես տնից դուրս եմ եկել ու մինչև շատ ուշ ժամ իսկապես գործով եմ զբաղված։ Բայց գիտեք, բոլորից լարված գրաֆիկը կներեք որևէ մեկի պետք չի, եթե արդյունքը այն տեսանելի առարկայական արդյունքը, որ մեր այդ ակտիվությունը պիտի բերի, գրանցված չի։ Մեր ամբողջ խնդիրը պիտի լինի հասարակության մոտ հավատ առաջացնել փոփոխությունների նկատմամբ։ Այս պահին բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մի 3-4 փոկված քաղաքական ուժեր կան, համեմատաբար փոկված ընդդիմադիր դաշտում, այդ ուժերը պիտի կարողանան քաղաքական այնպիսի ապրանք առաջարկեն ժողովրդին։ Այդ պայմանական ասենք, հա, որ ժողովուրդը ցանկանա այդ ապրանքը գնել։ Այսինքն այդ ապրանքի որակի վրա չկասկածի։ Ինտրիգա առաջիկա ընտրությունները այն չի, Սուրենը քանի տոկոս կստանա, Արթուրը քանի տոկոս կստանա, ես էլ ինչ-որ տոկոս ունեմ, դուք էլ ինչ-որ տոկոս ունեք։ Այս խնդիրը հաստատ այդ չի։ Բայց տպավորությունն է, պարոն Սուրենյաց, որ ընդդիմությունը այսօրվա դրությամբ գնում է ընտրությունների ոչ թե Նիկոլին հեռացնելու կամ Նիկոլին հաղթելու, այլ երկրորդ, երրորդ տեղի համար։ Եկեք այսպես ասեմ, նույնիսկ այդ դատապարտելի բան չի, եթե ընդդիմադիր 4, 5, 6 սեգմենտ պայմանավորվեն, օրինակ Գյումրի մոդելը կիրառելու վերաբերյալ։ Բայց սահմանադրորեն քանի կուսակցություն կարող են միավորվել կոալիցիայի, այլևս արգելք չկա։ Նախկինում 3-ից ավել չէր թույլատրվում, հիմա չկա այդ արգելքը։ Այսինքն ընդդիմությունը վերջին կարող է միավորվել հավաքական ընդդիմությունը, այսինքն թող ամեն մեկը գնա իր սեգմենտ։ Դրա համար ասեցի, եկեք այդ շատ չդատապարտենք։ Նույնիսկ կարող է, գիտեք, մի քանի բևեռով հանդես գալ արդյունավետ էլ լինի։ Որտեվ դեպքեր ալնում, երբ որ ես իմ էլեկտորատին միայնակ գործելու պարագայում, նույն խոսքի մասին չի տվյալ պարագայում 100% կարող է մոբիլիզացնել դուք ձեր ընտրողին, հետո մենք խորհրդանում շատ արդյունավետ կարող ենք համագործակցել։ Բայց մենք ընդդիմության դաշտում տեսել ենք օրինակ քաղաքական գործիչներ, ովքեր որ պակաս ձայներ չեն հավաքել, բայց չեն ուզել միավորվել։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը վերջում իր ձայները, եթե դուք եք երկրորդ կամ երրորդ տեղում եք, լավ, 4-րդ տեղում եք, Քոչարյանը կմիավորվի ձեր հետ կամ դուք կմիավորվի։ Ես ասեմ, դուք գիտեք ես ինչ խնդիրներ եմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Գիտեք, բայց միակ իրավիճակ կա, որ անձնական եւ լիքը ուրեմն ես պաշտոնապես հայտարարում եմ, որ որպես քաղաքական ուժ նախ մենք խոշորացված, կոնսոլիդացված ենք մասնակցելու, առանցին չենք մասնակցելու։ Բայց ես հայտարարում եմ, որպես պոտենցիալ մանդատակիր, լավ այդպես ասեմ, որ ավելի ճիշտ լինի, ձայն կտամ ընդդիմությունից առավելագույն ձայներ ստացած որևէ տեխնացուի։ Չեմ էլ քննարկում այդ տեխնացուն ով է։ Ինձ թվում է ընդդիմության մեծամասնությունը անել։ Եթե նույնիսկ լինի Ռոբերտ Քոչյանը, որը 2 անգամ քաղաքական պատճառներով ինձ ազատազրկել է։ Այսինքն ես այդ կոմպլեքսը չունեմ։ Ավելին, ես անհարմար եւ ամոթալի եմ համարում այդ թեմայով քննարկումները այն բանից հետո, երբ որ ես ու դիմադիր լիք այլ գործիչներ մեր ընդհանուր հայրենիքի մի հատվածը կորցրել ենք։ Այն վեճերը, որ միջև 44 օրյա պատերազմը եղել են, մեր տան ներսի վեճեր էին։ Մեր տան ներսի վեճեր էին։ Ես իշխանության եմ ձգտել, ընտրություն են կեղծել, ինձ ծեծել են, ես իրանց եմ ծեծել, եւ այլ դա մեր տան վեճի, Դաշնակցության ու Լևոն Տեր-Պետրոսյանի վեճը տան մեջի վեճ էր։ Իմ Ռոբերտ Քոչյանը ինի վեճը տան մեջի վեճ էր։ Ու տենց շարունակ, հա, հիմա բանը լրիվ դրվագները բան չանենք, չհիշեցնենք։ Ի վերջո մենք տեսանք, չէ, որ պատերազմից հետո 3 նախագահներ ինչ որ իրար հետ
որոշակի քայլեր արեցին։ Այո։ Հիմա տան մեջի վեճ չի։ Հիմա ընտրություններ չի 2026-ի հունիսի 7-ին հարակվեյա տեղի ունենալու։ Քվեաթերթիկի վրա գրված է Հայաստանի Հանրապետություն եւ Արևմտյան Ադրբեջան։ Կոնկրետ լինել չլինելու հարցը։ Իհարկե Հայաստանի Հանրապետության լինելության հարակվեն է։ Կամ մենք սեպտեմբերի 21-ի խորհուրդն ենք հաստատում։ Կամ իշոր Ալեքսանդրապոլի խայտարակության կողմն ենք քվեարկում, ավելի խայտարակ մի բանի, որտեղ Ալեքսանդրապոլից հետո հələ Ռուսաստանի միջամտությամբ Հայաստանի սուբյեկտությունը փրկել հնարավոր եղավ։ Հաստատ ադրբեջանա-թուրքական տանդեմը նման ցանկություններ մեր մասով չունի։ Շո ռուսները ունեին անցած դարի 20-ական թվականներին, հա։ Ուզում եմ ժողովուրդը շատ պարզ հասկանա։ Էլի ես կարող եմ տարաձայնություններ ունենալ ընդդիմությունից ում ասես իհարկե տարաձայնություն ունեմ։ Իսկ ով ասես, որ պիտի տարաձայնություն չունենամ, կամ որտեղ ասված, որ պիտի մեխանիկորեն բոլոր հարցերում իրար հետ համաձայն լինենք։ Բայց մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը պահպանվի, թե դառնանք Արևմտյան Ադրբեջանի պատակներ, խնդիրը այս հարթության մեջ է։ Ամենաանցանկալի, իմ համար ամենաանցանկալի դիմադիրի դեպքում անգամ ես Հայաստանի Հանրապետությունը պահպանված կհամարեմ։ Որտեվ ես ԿԳԲ-ի բանտում, որ նստած եմ 2004 թվին, կամ 2008 թվին, որ Սովետաշենի բանտում եմ նստած եղել, ես երբեք չեմ մտածել, որ օտարերկրյա զնդանում եմ նստած։ Համարել եմ, որ իմ երկրի բանտում եմ նստած։ Անարդար եմ նստած, բայց իմ երկրի բանտում եմ նստած։ Ու չեմ համարել, որ Ռոբերտը կամ Սերժը ինձ փագել են, որովհետև իրանք ծառայում են Ադրբեջանի շահերին։ Համարել եմ, որ իշխանության ընդդիմության կոշտ արճակատման հետևանքով են փակված, ինչը որ իրականություն էր։ Տարբերավիճակ։ Հուսանք ընդդիմությունը ավելի խելամիտ կգործի այս պարագայում Պետք է որ ընտրությունների բայց հիմա շատ վատ ենք աշխատում, սեգմենտավորված է հասարակությունը մեզանից դժգոհ է։ Դե այսօր պիտի գոնե հասարակությանը բերենք նրան, որ իրենք ակտիվորեն գոնե մասնակցեն ընտրություններին։ Միակ խնդիրը այդ անդիմության։ Որտե ոնց Ինչ չի հետաքրում ես կամ այն քաղաքական կոնսոլիդացիան, որի մեջ կլինեմ, քանի տոկոս կստանա։ Ինձ հետաքրքիր է, իմ միջալուսն հատ շատ ստույգ վերլուծական հաշվարկ կա, ուզում եմ դրա մասին տեղյակ պահեմ, եթե ընտրություններին մասնակցում է 1.400.000-ից ավել մարդ, դա 50-52%-ը գերազանցող թիմն է։ Նիկոլ Փաշինյանի որևէ պերիոդ չի օգնելու եւ նա տապալվելու է այդպես իշխանություն։ ուզում եմ ասել, որ Նիկոլի ընտրազանգված այսպես թե այնպես գնալու է ընտրություն։ 1.400.000-ի դեպքում ինչքան ուզում եք որ տանի մեկը պարտվելու է։ Այո։ Վստահ եղեք։ Այո։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։